Ողջույն, այսօր խոսելու եմ, թե ինչ չի կարելի բերել, երբ որ գնում ես ճանապարհորդությունների։ Գիտես, լավ է լինել տեղեկացված և պաշտպանել ինքդ քեզ և քո ընտանիքի անդամներին։ Եվ այսպես սկսեցինք Աֆրիկա։ Աֆրիկայում շատ մեծ տարածում ունեն վուդու տիկնիկները, որոնք օգտագործվում են կախարդության համար և նույնիսկ այդ տիկնիկները պատրաստում են կախարդության ռիտուալներ անելով։ Նաև որպես հուշանվերներ վաճառում են դիմակներ, արձանիկներ, ուրիշ տիկնիկներ, ուրիշ անուններով և դրանք բոլորը կախարդության մի մասնիկ են կազմում։ Գիտես, դու ինքդ ես բնականաբար որոշում, երբ որ գնում ես Աֆրիկա, հետդ բերես դրանից, թե չէ, բայց ասեմ, որ կան բազմաթիվ դեպքեր, որ մարդը բերելով իր տուն այդ տիկնիկը հասել է նաև մինչև իսկ մահվան։ Մի կին իր հետ բերում է վուդու տիկնիկ, գալիս է իր երկիր, իր հետ բերում է վուդու տիկնիկ և սկսում են իր մղձավանջները։ Սկսում է գիշերը երազներում ինչ-որ չար ոգիներ տեսնել, որոնք իրան խեղդում են, հետո ցերեկվա ժամերին տան մեջ ինչ-որ բաներ է շարժվում, ինչ-որ բաներ է կատարվում։ Գիտես, շատ լավ է, որ լինես տեղեկացված։ Երբ որ դու գնում ես կախարդության իրեր, դա Աստծուց չի և Աստված դեմ է դրան։ Աստված ինքը դեմ է կախարդությանը և բնականաբար Աստծո աչքին հաճելի չէ, երբ որ դու քո տան մեջ ունենաս իրեր, որոնք կազմում են կախարդության մի մասնիկ։ Եվ դրանց մեջ նաև մտնում են թալիսմանները։ Ես ձեզ հաջորդ տեսանյութում կպատմեմ առանձին տեսանյութով թալիսմանների մասին։ Կպատմեմ, թե ինքս չլինելով տեղեկացված, ինձ տվեցին թալիսման և այդ թալիսմանը վերցնելուց հետո ոնց փոխվեց իմ կյանքը, ինչ հիվանդություններ թակեցին իմ դուռը և դա եղավ անմիջապես։ Դու կասես, ես մի քանի տարի առաջ գնացել եմ Աֆրիկա, իմ հետ բերել եմ այդ տիկնիկներից, հուշարձաններից և այլն, և իմ հետ ոչինչ չի եղել։ Հարգելիս, երբ որ դու դիվային տևերը մտցնում ես քո տուն, քո վրա, դուռ ես բացում դևերի համար, իրանք կարող են 10 տարի հետո իրենց դրսևորել, 20, 30, 5 օր հետո, դա ոչ մեկ չգիտի, բայց փաստը, որ կարող ես քեզ վնասել, դա 100% է, որովհետև այնինչ Աստծուն հակառակ է նմանատիպ բաները, դա սատանայից է։ Իհարկե կան անվտանգ հուշանվերներ, կան անվտանգ արձանիկներ, այնպես չի, որ դու այդ անվտանգ արձանիկները ունենալով կարող ես փորձանքի գալ, բայց լավ է տեղեկացված լինելը։ Գիտես, երբ որ գնում ես մուսուլմանական երկրներ, այնտեղ իրենք ունեն հուշանվերներ, իրենց իսլամի նշաններով կամ իրենց հավատալիքի նշաններով, դու ես նայում ես, ասում ես, ոյ ինչ գեղեցիկ է, առնեմ, տանեմ, նվիրեմ բարեկամներիս, ընկերներիս, ընկերուհիներիս և այլն, բայց իսլամը, քանի որ դա հակառակ է Աստծուն, որովհետև Աստված իր միակ որդուն Հիսուս Քրիստոսին տվել է քո փրկության համար, Աստված բնականաբար չի ընդունում իսլամը և դու իսլամը խորհրդանշող ամեն ինչ բերելով որպես հուշանվեր առանց իմանալու դրա պատմությունը ինչի համար է, ինչ է, շատ հնարավոր է, որ կարող ես վնասել ինքդ քեզ։ Նույնիսկ քրիստոնեական երկրներում, ամեն երկրում կան իրենց ավանդույթները,
ճակերտավոր ավանդույթները, որոնք դեմ են ամենակարող Աստծուն։ Եվ Աստված իր խոսքում ասում է, որ ինքը դեմ է, ինչը վերաբերվում է կախարդությանը եւ նմանատիպ բաներին, դրանք գարշելի են իր աչքին։ Իսկ հիմա հարց է ծագում. անել այն, ինչ որ Աստծու սրտին է հաճելի, թե աչքերը փակել, ականջները փակել, գնել այն ամենը, ինչը սատանայից է։ Որոշումը քոնն է։ Աստված օրհնի քեզ լավ օր։